Առաջին եթերում հարցազրույցն է։ Գյումրիում տեղի ունեցած անմարդկային եւ դաժան ողբերգությունից հետո շատերն են լուսավոր կետ փնտրում, ինչպես դուրս գալ այս բարոյահոգեբանական ճգնաժամից։ Ցավոք այն տրամադրությունները, որոնք հաճախ ուղղորդվում իսկ ավելի պատկերավոր, պարզապես ներարկվում են ցեյտնոտի մեջ հայտնված գյումրեցիների մեջ, բնավել չեն վկայում այն մասին, որ փորձ է արվում հաղթահարել այս փակուղին։ Միակ լուսավոր կետը մնում է էլի փոքրիկ Սերժ Ավետիսյանը եւ նրա ապակինբան հույսը։ Այսօր նրան կրկին վիրահատել են։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալաքյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես է անցել վիրահատությունը։ Նորմալ, փոքր ծավալի վիրահատություններ այսօր կատարվել։ Առավոտյան կատարվեց կրկնակի կոմպյուտերային տոմոգրաֆիա, որը մեզ ամեն օր է անցկացնում։ Ոչ, դա բարդ տեխնոլոգիա է, երեխան գտնվում է արհեստական շնչառության ապարատի վրա եւ մենք այս դինամիկ կոնտրոլ կատարեցինք այսօր, նախորդը կատարել ենք 3-4 օրը եւ ստաբիլ ընդհանուր վիճակի պարագաներում մենք այսօր պլանավորված այդ հետազոտությունը կատարեցինք, որի ժամանակ հայտնաբերվեց, որ մենք ունենք ուղեղում գտնվող այդ փորոքի լայնացում, որը պայմանավորված էր, որ ներծծումը հեղուկի, որը արտադրվում է անընդհատ ուղեղում եւ նաեւ շրջանառություն է կատարում, այդպես լվանում, սնուցում է կատարում։ Որովհետեւ դուք պայմանավորում եք գլխուղեղի վատ սնուցումը այս օրերի ընթացքում, երբ հայտարարում եք այդ մասին։ Չէ, սկզբանե ես այս հարցին պատասխանեմ եւ հետո ավելի մանրամասնեմ ֆոնային, բազային այդպիսի իրավիճակը։ Եվ այդ հեղուկի շրջանառության խանգարումներ, այսինքն ինքը կուտակվում էր մի այդ խոռոչում, ոչ թե շրջանառության մեջ էր, որպեսզի ներծծվի այդ մեծ մակերեսից։ Եվ կոմպյուտերային տոմոգրաֆիան արդյունքները ստանալուց հետո համապատասխան մասնագետների հետ նաև կոնսուլտացիա անելու, ռադիոլոգների հետ առողջապահության նախարար պարոն Մուրադյանի ղեկավարմամբ հավաքվեց լուրջ կոնսիլիում համապատասխան բոլոր մասնագետների, նեյրոխիրուրգների, ռեանիմատոլոգների, անեստեզիոլոգների, ռադիոլոգների եւ բոլոր փաստերը մանրակրկիտ գնահատվեցին։ Բացի դրանից պետք է ասել, որ մենք on-line կազմակերպեց նաեւ կոնֆերանս, այդպիսի վիդեո մի շարք այս վիրահատության առիթով։ Այս դեպքի քննարկման, դեռ ոչ վիրահատության, այս մեկնաբանվելու եղած իրավիճակը մենք նաև հրավիրել էինք մեր Սանկտ Պետերբուրգի նեյրովիրաբուժական ինստիտուտի գլխավոր առաջատար մասնագետներից մեկը Փայլուն նեյրովիրաբույժ մեր հայրենակից պրոֆեսոր Վիլյամ Արամիչ Խաչատրյանին, որը երկար տարիներ համագործակցում է մեր կլինիկային եւ բազմիցս ամենաբարձր ցաներ վիրահատություններ է կատարել մեր մոտ։ Նրա մասնակցությամբ եւ նաեւ մենք այդ կրկնում եմ on-line կոնսուլտացիա եւ հեռախոսով եւ կոմպյուտերային ցանցով ապահովեցինք մի շարք առաջատար երկրների կլինիկաների խոշորագույն մասնագետների հետ, Ամերիկայի, այո, Կլիվլենդի, Իսրայելի, Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի նեյրովիրաբուժական ծառայության ղեկավարի պրոֆեսորի հետ, Մոսկվայի եւ նաեւ Սանկտ Պետերբուրգի առաջատար այդ ոլորտի եւ ռեանիմատոլոգներ եւ այսինքն եղել են օգտակար խորհուրդներ, ինչպես։ Այո, բոլորիս ընդհանուր կարծիքը մեկն էր, որ նման եղած իրավիճակում, քանի որ մի քանի օրվա ընթացքում այդ բոլոր կոնսերվատիվ դեղորայքային միջոցառումները, որը ստացվել էին եւ այդ ֆոնի վրա մենք օբյեկտիվ կոմպյուտերային տոմոգրաֆիայի վրա մենք ունեինք հյուսվածքների սնուցման որոշակի դրական դինամիկա, բայց նաև այդ հեղուկի կուտակում գլխուղեղում, որը կարող է սասկացնել ապագայում վիճակը եւ նաև լուրջ շրջանառության արյան եւ նաեւ սնուցման խանգարումներ առաջացնել, դրանից ելնելով որոշվեց, որ անհրաժեշտ է նաեւ վիրահատական փոքր ծավալի միջամտություն, այսինքն բժիշկ դուք վիրահատությանը գալիս եք այս օրերի ընթացքում, ոչ թե հանկարծակի ծնվեց դրա անհրաժեշտությունը։ Ոչ, առաջի օրվանից մենք, ինչպես ժողովուրդը ասում, մտքում
նման այդպիսի հնարավորությունը միշտ էլ ունենում ենք, որ ցանկացած ծանր նեյրովիրաբուժական նման հիվանդ կամ ծանր գիպոքսիա տարած հիվանդ կամ ուղեղի կաթված տարած մարդու դա կլինի փոքր թե մեծ մարդ կարող է սիտուացիա զարգանալ, երբ որ այդ անհրաժեշտություն լինի, նաև վիրաբուժական որոշակի միջամտություն։ Այստեղ շատ կարևոր է թե առաջին բուժօգնությունը ինչպես է տրամադրվել։ Գյումրիի մասնագետները արել են իրենց գործը ինչպես։ Միանշանակ, ես դա պետք է առանց որևէ այլ բաների ասեմ, որ իրենք շատ պրոֆեսիոնալ եւ ամբողջ ծավալով բուժօգնությունը ապահովել էին, սա ես ինչի եմ ասում, որտեղ առաջի Երևանից նաև գնացող այդպիսի խմբի ղեկավարն եմ եղել, ռեանիմացիոն մեր ծառայության ղեկավարի եւ այլ վիրաբույժների հետ։ Սա խնդիրը գալիս է ամբողջովին նրանից, որ այս երեխան առնվազն մոտ 5-6 ժամ ուշ է ստացել բժշկական օգնությունը։ Բոլոր բարդությունները դրանից է գալիս։ Որովհետև երեխան փոքրիկ երեխա մի քանի մեծ վերքեր է ունեցել, որը ամեն մեկը յուրովի մահացու չէ, բայց քանի որ ինքը երկարատև արյունահոսել է, ունեցել է մեծ արյան կորուստ, բացի դրանից այդ ցավային այդպիսի շոկը նույնպես պլյուս արդեն ինքը երեխան ընդունվել է 34 աստիճան ջերմությունով, այսինքն ինքը կարելի ասել կոպիտ կյանքը մարում էր այդ երեխային եւ բժիշկներին այն նման քրիտիկական վիճակում Գյումրիի հաջողվել է վերակենդանացնել այդ երեխային, ստաբիլացնել որոշակի հեմոդինամիկ այդ ցուցանիշները, արյան փոխներարկման պարագաներով եւ մնացած պայմաններում կատարել նաեւ այդ վերքերի մշակումը, նաեւ ստուգումը որովայնի խորոչի։ Ըստ բուժումը կարելի էր նաեւ Գյումրիում շարունակել, բայց այն նկատառումներ են եղել։ Չէ, սա օբյեկտիվ ասենք, որովհետեւ այդ առաջի էտապի բուժօգնությունը ապահովել էր, բայց սա այն ոնց որ ծանր որոշում ընդունվեց, ինչ առումով, որ մաքսիմալ շանսը օգտագործելու այս երեխայի ապրելու, ուրեմն անհրաժեշտ է տեղափոխել մայրաքաղաք, բազմապրոֆիլ, շատ մեծ փորձ ունեցող եւ հագեցված բժշկական կենտրոն եւ օգտագործել ամբողջ Հայաստանի առողջապահական ռեսուրսը։ Այսինքն այստեղ այնտեղ որտեղ հիմա երեխան գտնված է, ոչ մենք ավելի արդյունավետ ներգործող սարքավորման կարիք ունենք, ոչ էլ դեղորայքի։ Չէ, այդպիսի խնդիր չկա։ Ասեմ, իմս որ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը շատ բարձր հագեցվածություն ունեցող բժշկական հաստատություն է, բացի դրանից ամենաբազմապրոֆիլ մանկական բժշկական կենտրոնն է եւ միակ նեյրովիրաբուժական բաժանմունքը եւ այս սուրբ նևրոլոգիական բանը եւ ամենահագեցված ռեանիմացիոն բաժանմունքի պայմաններում մենք ամենամեծ փորձ ունենք այս նմանատիպ երեխաների հետ աշխատել։ Փոքրիկ այնպիսի բանի կարիք չի զգում, որը մենք չունենք այստեղ։ Այս վարքյանին ոչ, որովհետեւ ինքը ստանում է adekvat լիարժեք բուժում, որը համաձայնեցված է բազմիցս դրա մասին խոսվել է եթերում էլ բոլոր առաջատար մեր ռեանիմատոլոգների եւ համապատասխան ոլորտի մասնագետների հետ անընդհատ կատարվում են համապատասխան շտկումներ, ուղումներ կամ ինչ-որ սիտուացիայի փոփոխելու դեպքում անմիջապես այդ բոլոր անհրաժեշտ թե դեղորայքային, թե այլ գործիքային հետազոտությունները եւ դա է նաեւ հիմք հանդիսացել, որ մենք այս քանի օրվա ընթացքում այդ նման քրիտիկական վիճակից կարողացել ենք երեխայի վիճակը կայունացնել, կենսական հիմնական ֆունկցիաները կայունացնել, որտեղ մենք առաջի օրը, երբ որ մենք տեղափոխեցինք, մենք ունեինք բազմաօրգանային անբավարարություն եւ լրջագույն խնդիր ունեինք թոքերի, երիկամային անբավարարություն չէին աշխատում, երիկամը լյարդային, սիրտոքային եւ ամեն ինչը։ Բնականը անգամն եք բախվում նման դեպքի հետ։ Մեր կլինիկան ես միակ մանկական դեպքի յուրահատկությունը նկատի ունեմ, այս դեպքին հաջորդած բարդությունը ավելի շուտ։ Բուն վերքերի առումով այստեղ մեծ ծանր վերքեր չեն, բայց բարբարոսական հետևանքները տեղի ունեցել, այսինքն օրգանիզմում զարգացում է գնացել այդ արյունահոսության եւ այլ մնացած բաների։ Նմանատիպ սիտուացիաներ ծագում են տարբեր պատճառներից։ Ավտոտրավմայից կլինի դա բարձրությունից վայր ընկնելուց կամ արյան շրջանառության խանգարումներից կամ ինսուլտներից, որը լինում են թե նորածինների, թե ավելի մեծ հասակի երեխաների։
Դուք այս ընթացքում ես ուշիուշով հետևում եմ, ինչպես շատերը, միշտ օգտագործում եք դրական դինամիկա արտահայտությունը, միևնույն ժամանակ հաստատում, որ երեխան գտնվում է կայուն ծանր վիճակում։ Այդ արտահայտությունների միջև կարծես ներքին հակասություն կա։ Եթե կայուն ծանր է, ապա դրական դինամիկան որտեղից է գալիս։ Ծանր վիճակը դա ընդհանուր գնահատական է, բայց մենք դրա հետ զուգահեռ ունենք բազմաթիվ պարամետրներ, բոլոր սկսած նյութափոխանակության, սրտի շնչառության, գազերի այդպիսի բոլոր բաղադրիչները, որ կա, թթվասնի, CO2-ի եւ այլն, էլեկտրոլիտների, բիոխիմիական բազմաթիվ պարամետրներ, որոնք կրկնում եմ, առաջի օրերի մենք ունենք ծանր պոլիօրգանային անբարություն։ Եվ այդ մեր ընդհանուր վիճակը իրան չի թեթևացել, ինքը ծանր է, բայց այս կամ այն բաները բերվել են մաքսիմալ նորմայի շրջանակներում, արդեն որ ասում եմ, բերվել են, ստաբիլացվել են եւ այլն։ Արհեստական շնչառությունը պահպանվելու է։ Առայժմ պահպանվելու է Ինչու դա ինչով է բացատրվում։ Ի վերջո երբ պետք է բերել նրան բնական շնչ։ Ուրեմն հիմնական այդ բոլոր կառավարիչը այդ կենտրոնը դա գալիս է կենտրոնական ներվային համակարգից եւ երբ որ այդտեղ վերականգնում են այդ սնուցումը այդ կենտրոնները որը յուրաքանչյուրը պատասխանատու է մեկը շնչառության համար մեկը սրտի աշխատանքի մեկը ճնշումը կարգավորող մեկը ջերմաստիճանը կարգավորող մեծ դա կենտրոն է ուղեղում տարբեր նաեւ զոնդով սնուցումը Զոնդով սնուցումը մենք արդեն օր առաջ երբ որ սկսեցինք, երեք ավելի ընդլայնեցինք, աղիները գործում են, մարսում է, ձևավորված կեղտ է, դրանք նույնպես երեխայի համար շատ պոզիտիվ նշաններ են, ընդհանուր առումով, որ օրգանիզմը այս կամ այն օրգանը գալիս է եւ ֆունկցիաները ավելի նորմալանում են։ Հենց որ այդ առումով որևէ հակասում չկա։ Կա ընդհանուր գնահատական եւ այդ ընդհանուրի մեջ կան պոզիտիվ փոքրիկ, բայց առաջխաղացումներ, որը ոչ թե ձևական են, այլ իրոք արձանագրվում են եւ համապատասխան լաբորատոր տեստերով եւ անալիզներով եւ մնացած ցուցանիշներով։ Հիմա այս ընթացքից եթե դատենք ինչի պետք է հետևել։ Սպասելիքը ո՞րն է մեր։ Սովորաբար ես ժողովրդի տերմինոլոգիայից եմ ուզում օգտվել, երբ մասնագետներ իրենց գործը ավարտում են, հետո ասում են հիմա թողնենք Աստծուն կամ ժամանակին, ժամանակը ինչ կասի մեզ։ Հիմա մենք մեր հույսը ժամանակի վրա ենք դնելու, թե դեռ մասնագիտական միջամտություններ են։ Ինչ խոսք, այս երեխան առանց բժշկական օժանդակության ամեն վայրկյան դա չի կարող գոյատևի այսօր, չէ՞, որովհետև արհեստական շնչառության ապարատը ամենակարևորը գույն ֆունկցիաներից իրեն ապահովում է։ Սա մեր սպասելիքը եւ երբ որ ուղեղի մեջ այն փոփոխությունները շրջանառության, սնուցման եւ այն արգելակումը կամ այն կարճ միացումը, որ տեղի է ունենում եւ եթե դա կլինի կենցաղային տեխնիկան եւ ամբողջովին անջատվում է, հետո աստիճանաբար սկսվում է այս կամ այն կենտրոնը վերականգնել աշխատանքը։ Եվ մենք ունենք ընդհանուր, երբ որ մենք տեղափոխում ենք այդ բան, ունենք բոլոր օրգան սիստեմների այսպիսի դիսոնանս եւ նաեւ իրանց ծայրահեղ ծանր այսպիսի բան ոչ բալանսավորված վիճակ։ Եվ մենք մաս-մաս կարողացանք այդ բոլորը բերել կենսական մակարդակը ապահովելու եւ երեխան ստաբիլ այդպիսի վիճակում է։ Գերակշռողը ուղեղի ախտահարումն է, որը ի սկզբանե առաջի ժամերին գնացել է թթվասնային քաղցի, թերսնուցման, սառցահարման եւ այլն, որը ժամանակ է պահանջում։ Հասկանալի է։ Այս վիրահատությունից հետո մենք կարևոր վտանգի դեմն ենք առել, ես այդպես հասկացա։ Միանշանակ, այո։ Մենք կունենանք լիարժեք երեխա, լիարժեք առողջ երեխա։ Ուրեմն ես արդեն փայփայում եմ այն հույսը, որը փայփայում են շատերը, մեզ հիմա լսել եք։ Ես նույնպես ձեզ հետ որովհետև գլխուղի հետ այդ կապը շատ վտանգավոր կապ է, եթե ընդհանրապես դուք կենցաղում բոլորս շփվել ենք, ծանր տրավմայից հետո ուղեղային արյունազեղումից հետո մանավանդ մեծահասակների մոտ տեսնում են տարբեր ինսուլտներ, բան, որ կարող է ակադեմիկը մեկ էլ չխոսի կամ էլեմենտար թվաբանական գործողություններ մոռանա կամ ինչ-որ մի այլ բաներ։ Դրանք ուղեղը ամենաբարդ օրգաններից է եւ նամանավանդ 6 ամսեկան երեխայի մոտ ուղեղի գնահատական տալը թե հիմա թե ապագայում միայն հնարավոր է դինամիկայում, որովհետև ամենաառողջ երեխան, երբ որ ծնվում է,
իրեն ամիսների ընթացքում է որ գնում զարգացումը, ոչ միայն դա ինքը հասուն ամբողջ քաշով է ծնվում կամ իր օրգանները մարմին ձևավորված է, բայց ուղեղը զարգանում է ժամանակի հատվածում։ Մի տարեկանում նա սկսում է խոսել կամ ավելի ուշ այս կամ այն գործողությունները եւ դրա համար մենք այստեղ ունենք նաեւ այդ խնդրեմը։ Մտավոր գնահատականը ցանկացած երեխայի մանավանդ կրծքի հասակի հնարավոր է միայն ամենանորմալ իդեալական երեխայի մասին է խոսքը ժամանակի մեջ եւ անցնում է նոր հետո մենք հետադարձ կամ գնահատական ենք տալ այս երեխան 1 տարեկանում խոսեց, մյուսը 2-ում, մյուսը կարող է 4-ում եւ այլ եւ այլ։ Հաշվի առնելով նաեւ դեպքի հասարակական հնչեղությունները ենթադրում են, որ ձեզ շատ են այցելում, շատ են դիմում, դուք շատ բաներ եք լսում, ինչ անել երեխայի հետ, ինչպես վարվել նրա հետ։ Որպես քաղաքացի ինչ եք մտածում։ Ես մի կողմից շատ հպարտ եմ զգում, որ այո, մեր հայ ժողովրդի մեջ իրոք շատ լուրջ, շատ այդպիսի մտահոգություն կա եւ շատ ակտիվ նաեւ պատրաստակամություն այս երեխային օգնելու։ Տարբեր ձևի օժանդակություն են առաջարկում, ես երեք նաեւ այլ եթերում որ խոսում էի, զանգահարում են կերակրող մայրեր առաջարկում են կաթը տրամադրել, կերակրել այդ երեխային, չգիտեմ երեխաներ են գալի մեծահասակներ, իրոք արդյունքը աչքերին պատրաստ են ամեն ինչ անել։ Ցանկացողներ կա որդոգրելու կամ բան, բայց ես ուղղակի բոլորին կխնդրեի, որ ձեր էմոցիաները, ձեր բարեցանկությունները այսօր միայն պետք է ուղղել բարոյական եւ այսպես եթեր, որպեսզի այս եւ աղոթել այս երեխայի առողջության եւ մնացած առումով երեխան ամբողջովին ապահովված է թե դեղորայքով, թե պարագաներով, թե լաբորատոր, թե այս կամ այն հետազոտությունը, որը հնարավոր է Հայաստանում միանշանակ ապահովում է, ես նաև օրինակ բացեցի, որ մենք լրջագույնս ամենամեծ փորձ ունեցող այս ոլորտի մասնագետներին հրավիրել ենք եւ նա իրեն մասնակցությունը ունեցել է Նաև կներեք ամբողջ աշխարհով էլ մեկ այս պատրաստականություն է այս մեր կոնֆերանսի ժամանակ մեր բոլոր բժիշկները դա կլիներ հայեր արտասահմանի թե հրեա թե գերմանացի թե բան մեծ պատրաստականությամբ իրենց կարծիքները կիսվել են եւ նաև սպասում են մեր հետագա իրենց հետ համագործակցության իրենց ինֆորմացիայի կիսվելու, քննարկելու եւ այս հիվանդի փրկելու ուղղությամբ։ Միաժամանակ օգտվենք առիթից եւ առողջություն մաղթենք նաեւ այն անձանց, ովքեր ճակատագրի բերումով այս օրերին վիրավորվեցին, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան, Գյումրիի հայտնի դեպքերի ոստիկաններ, քաղաքացիներ, նրանց կարելի է անմեղ զոհեր այդ բառաչակետներում օգտագործել։ Լրիվ համամիտ եմ ձեզ հետ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար եւ իսկապես որպես հետգրություն պետք է ասել, ես չգիտեմ իսկապես իմ խոսքում է հաստատագրած, բայց պետք չի Գյումրին օգտագործել այլ նպատակների համար։ Գյումրին մանավանդ այս ողբերգական դեպքից հետո այդպիսի հարվածի իսկապես պատրաստ չի։ Մանավանդ, որ գյումրեցիներից շատերը այս օրերին հիացմունքի էին արժանի, հատկապես նրանք, ովքեր հետևեցին իրենց հոգևոր հովվի հորդորներին։ Հաջողություն։